Մարդկանց 80%-ը կյանքի ընթացքում վարակվում է պապիլոմավիրուսով։ Պատճառների եւ բուժման եղանակների մասին կզրուցենք մաշկաբան, սեռավարակաբան Կարեն Վարդանյանի հետ։ Բարև ձեզ, բժիշկ։ Ողջույն։ Հասկանանք ինչ է պապիլոմավիրուսը, որոնք են վարակման ուղիները։ Նայեք, եթե փորձենք մի փոքր հակիրճ, մարդ պապիլոմավիրուսը մարդուն ախտահարող վիրուսներից է, իդեպ ոչ միայն մաշկաբանական տեսանկյունից, չկա գրեթե բժշկության ոլորտ, որտեղ մարդու պապիլոմավիրուսի դրսևորումների հետ գործ չունենանք, ընդ որում բացի մաշկաբանները, այդ թվում նաև սեռական ոլորտի հետ գործ ունեցող մասնագետները, այսինքն գինեկոլոգներ, ուրոլոգներ, սեքսապաթոլոգներ, պրակտոլոգներ, նույնիսկ լոր մասնագետները, նույնիսկ ստոմատոլոգները, նույնիսկ դիմացանոթային վիրաբույժները, նույնիսկ գաստրոենտերոլոգները եւ վիրաբույժները, այսինքն պրակտիկորեն չկա մի ոլորտ, որտեղ HPV-ն դերակատարում չունենա։ Եթե փորձենք իհարկե շատ հակիրճ։ Ինչպես են մարդիկ վարակվում։ Վարակման ուղին իհարկե հպավարակելիությունն է, այսինքն վարակիչը հանդիսանում ոչ թե հենց բուն պապիլոմավիրուսը, դա վիրուսն է, որը մենք փոխանցում ենք, այլ այն գոյացությունները, որոնք որ առաջացնում է մարդու պապիլոմավիրուսը։ Իդեպ իրանց դրսևորումներն էլ շատ խիստ տարբեր են, կախված նրանից մենք ունենք մաշկի ախտահարում, լորձաթաղանթի ախտահարումներ, թե ինչ։ Շատ մանրամասն իհարկե կլինիկայի մասում կփորձեմ ներկայացնել։ Անդրադառնանք հենց դրան, կլինիկական ախտանշանները որոնք են եւ արդյոք մարդիկ կարող են վարակվել հենց շփման ընթացքում։ Նայեք, եթե մենք փորձենք շատ տենց պայմանական դասակարգել, ապա մարդու պապիլոմավիրուսի հիմնական դրսևորումները բաժանվում են երկու մեծ խմբի՝ մաշկային դրսևորումներ եւ անոգենիտալ, այսինքն սեռական եւ հարսեռական հատվածի դրսևորումներ։ Իհարկե ամենահաճախ հանդիպող, ամենատարածվածը, որի հետ գրեթե բոլորս առնչվել ենք կամ գոնե տեսել ենք, դա սովորական կամ վուլգար կամ հասարակ գորտնուկներն են, որոնք որ լինում են հիմնականում վաղ պատանեկան տարիքում, ափերի թիկնային մակերեսների վրա, բավականին տհաճ վիզուալ առումով, երբեմն նաև ցավոտ, կոշտ, ճաքերով ուղեկցվող, ինչ որ միտեղ կպնելուց ցավով ուղեկցվող գոյացություններ են։ Դա ամենահասարակ տեսակն է, որը հենց այդպես էլ կոչվում է հասարակ գորտնուկներ։ Իհարկե ունի փոքրիկ տարատեսակներ, որոնք որ հանդիպում են այս կամ այն հաճախությամբ, օրինակ դրա տարատեսակ համարվում է հարյերնգային գորտնուկները։ Նույն գորտնուկները տեղակայված են լինում հարյերնգային գլանիկի շուրջ, շատ հաճախ շատ ցավոտ են լինում եւ իհարկե բավականին լուրջ տհաճություն են պատճառում ոչ միայն արտաքին տեսքի, այլ նաեւ զգացողությունների առումով։ Դրանց տարատեսակ հանդիսանում է նաև թելանման գորտնուկները, որը ցավոք սրտի շատ հաճախ նույնիսկ մասնագետները շփոթում են սեռական գորտնուկների արտասեռական տեղակայման հետ։ Նրանք հիմնականում լինում են երեխաների վրա, հիմնականում դեմքի շրջանում, շրթունքների շրջանում, քթի շրջանում։ Երկրորդ մեծ խումբը, որին որ անդրադառնում ենք, դա ափ ներբանային տարատեսակն է։ Ինչ եմ դա հատուկ շեշտադրում, որտեղ շատ հաճախ նույնիսկ մասնագետների կողմից շփոթության պատճառ են հանդիսանում եւ նման գորտնուկները հաճախ ախտորոշվում են որպես կոշտուկներ։ Մենք սովոր ենք, որ գորտնուկները պետք է լինեն մաշկից բարձրացած հանգույցիկի ձևով, ստեղ մենք ունենում ենք ներմաշկային աճ եւ շատ հաճախ նույնիսկ մասնագետների իրանց շփոթում են կոշտուկների հետ, մասնավորապես եթե տեղակայված են լինում ներբանային հատվածում։ Եվ իհարկե այստեղ բացի էսթետիկ տհաճությունը, բացի խնդրի էպիդեմիոլոգիական նշանակությունը, շատ հաճախ պացիենտները դիմում են մեզ հիմնական գանգատը նշելով քայլքի սահմանափակումը, խիստ ցավը քայլելու ժամանակ։ Եվ մեկ այլ տարատեսակ, որին էլի շատ հաճախ ենք առնչվում, դա տափակ գորտնուկներն են, ավելի հաճախ լինում է իհարկե երիտասարդների շրջանում, հիմնականում դեմքի շրջանում, իրանք գրեթե մաշկից բարձրացած չեն, այսինքն մենք իրանց տեսնում ենք թեք լուսավորության պարագայում, գույնով էլ շատ հաճախ մաշկի գույնից գրեթե չեն տարբերվում եւ երևի թե դժվարություն առաջացնող ախտորոշման տեսանկյունից դժվարություն առաջացնող խնդիրները դրանք են։ Կարող են իհարկե լինել ամբողջ մարմնի ծածկույթով, որտեղ ունենք մաշկ, կարող են լինել տարածուն դեպքեր
Եվ վերջին այն ամբողջ աշխարհում ավելի մեծ, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունում ամենամեծ ուշադրության արժանի խնդիրները դրանք սեռական եւ հարսեռական հատվածի կամ այլ կերպ կոչված անոգենիտալ գորտնուկներն են։ Բազմաթիվ շտամեր կան, չէ, պապիլոմավիրուսի, բայց որոնք են ամենավտանգավորները։ Ներկայում խոսում են ավելի քան 200 շճատիպերի մասին, որոնց մի մասը կարող են առաջացնել, այսպես ասած, բարորակ գորտնուկները, դրանց մեջ հիմնականում ավելի շատ 6 եւ 11-րդ շտամերն են, եւ իհարկե կան շուրջ 15 օնկոգեն շտամեր, որոնք որ պատճառ են հանդիսանում մի շարք տեղակայման քաղցկեղների, որպես մարդու պապիլոմավիրուսի բարդություն, իհարկե ամենատարածվածը դա 16 եւ 18-րդ շճատիպերն են օնկոգենների մեջ, բայց իրանց թվը հասնում է շուրջ 15-ի։ Իհարկե մարդու պապիլոմավիրուսի մասին երբ որ խոսում ենք ու առաջի քաղցկեղը, որ գալիս է մեր մտքին, դա արգանդի պարանոցի քաղցկեղն է, բայց հավատացնում եմ ձեզ, որ մարդու պապիլոմավիրուսի 16 եւ 18-րդ շճատիպերով ասոցացված խնդիրները եւ դրանց որպես հետևանք քաղցկեղները շատ բազմազան են, սկսած բերանի խոռոչի կարցինոմաներից, ոչ միայն արգանդի պարանոցի, այլ նաև հեշտոցամուտքի քաղցկեղից, անալ բացվածքի ուղիղահող քաղցկեղներն են շատ հաճախ կապում մարդու պապիլոմավիրուսի, առնանդամի գլխիկի եւ առնանդամի մաշկի քաղցկեղն է շատ հաճախ կապվում մարդու պապիլոմավիրուսի հետ։ Մենք ունենք նաև քաղցկեղներ տեղում, մենք իրենց այդպես ենք կոչում, հա, քերայի, օրինակ քերայի էրիթրոպլազիան, Բոենի հիվանդությունը, եւ ունենք արդեն իհարկե արտահայտված քաղցկեղներ, որոնք որ կարող են մետաստազավորվել եւ առաջացնել մինչեւ անգամ լուրջ օնկոլոգիական բարդություններ։ Կա տեսակետ, որ եթե վաղ տարիքում են սեռական կյանքով ապրում, դա եւս պատճառ է պապիլոմավիրուսի, այդպես է։ Նայեք, ոչ այնքան վաղ տարիքում սեռական կյանքով ապրելն է պատճառ հանդիսանում, այլ իհարկե անպաշտպան հարաբերությունը, որի ժամանակ կարող ենք ձեռք բերել մարդու պապիլոմավիրուս, եւ իհարկե ինչքան երիտասարդ օրգանիզմը, ինչքան ավելի վերջնական իր պաշտպանական մեխանիզմները թույլ ձևավորված, այնքան ավելի խոցելի են։ Օրինակ, եթե մենք վերցնենք վիճակագրությունը անոգենիտալ գորտնուկների 20-ից 24 տարիքային խումբը, դա ամենահաճախ ախտահարվող տարիքային խումբն է, որը կազմում է շուրջ 44.8%։ Իհարկե մենք ունենք ավելի փոքր տարիքային խումբ, ավելի մեծ տարիքային խումբ, բայց փոքր տարիքում շեշտադրումը ինչով է պայմանավորված, որ խորհուրդ է տրվում կանխարգելիչ միջոցառումները սկսել մինչև սեռական կյանքով ապրելը, այսինքն կանխարգելելով վարակումը եւ հետագա բարդությունները։ Լողավազաններում, մարզասրահներում մարդիկ շատ են լինում, ել չեմ ասում գեղեցկության սրահները։ Նման տեղերից հնարավոր է վարակվել։ Նայեք, իրականում ինքը հպավարակիչ խնդիր է, այսինքն վարակման մեխանիզմը առողջ մարդու մաշկի կամ լորձաթաղանթի շփումն է մարդու պապիլոմավիրուսի դրսևորումների հետ, գորտնուկների հետ կամ այլ դրսևորումների հետ։ Թեորապես իհարկե հնարավոր է, բայց եթե մենք խոսում ենք լողավազանի մասին, ապա բուն լողավազանում գրեթե անհնար է, որովհետև գրեթե բոլոր լողավազաններում իրականացվում է պատշաճ ախտահանում եւ վիրուսները իրանք մարդու օրգանիզմից դուրս բավականին անկայուն մանրէներ են։ Հետևաբար շատ արագ ոչնչանում են։ Բայց օրինակ թեորապես, հա, եթե մենք խոսենք հիգիենիկ նորմերի կոպիտ խախտումների մասին, օրինակ լողավազանի հարակից տարածքում ոտաբոբիկ քայլելու ընթացքում կարող ենք ձեռք բերել ներբանային գորտնուկներ, հիգիենիկ նորմերից օրինակ սրբիչների, հա, միաժամանակյա մի քանի անձի կողմից օգտագործելու ընթացքում, որոնցից մեկը կարող է ունենալ գորտնուկներ, ապա այդ դեպքում թեորապես այո հնարավոր է, բայց հիմնական փոխանցման մեխանիզմը դա շփումային մեխանիզմն է, այսինքն կոնտակտ առողջ եւ հիվանդ անձանց միջև, ընդ որում հիվանդի մոտ եթե կան մարդու պապիլոմավիրուսի հստակ դրսևորումներ, այսինքն կարա լինի վիրուսակրություն, այդ մարդիկ չեն համարվում վարակիչ։ Այդ գորտնուկները երբ են դառնում արդեն քաղցկեղածին, ինչքան ժամանակ է անցնում, որ քաղցկեղի են վերածվում։ Իրականում շատ դժվար է ասել, թե ինչքան ժամանակում, որտեղ դա կարա լինի ինդիվիդուալ, կարա պայմանավորված լինի նաև նպաստող գործոնների առկայությամբ,
Օրինակ, եթե մենք խոսենք բերանի խոռոչի կարցինոմայի մասին, որի պատճառը շատ հաճախ հանդիսանում է էլի մարդու պապիլոմավիրուսային ախտահարումները, վիճակագրությամբ տղամարդկանց մոտ բերանի խոռոչի բերան ըմպանային ախտահարումը մարդու պապիլոմավիրուսով շուրջ 3 անգամ ավելի հաճախ է արձանագրվում, քան կանանց մոտ։ Ես տարբեր առիթներով տարբեր հետազոտությունների մասին խոսել եմ իհարկե, ուսումնասիրել եմ եւ զարմանալին այն է, որ նաեւ օնկոգեն շտամերի արկայությունը շուրջ 3 անգամ ավելի հաճախ է հանդիպում տղամարդկանց մոտ, քան կանանց։ Եվ չարորակացման ռիսկն էլ նշում են, որ ավելի բարձր է տղամարդկանց մոտ, քան կանանց, պայմանավորված հիմնական մի քանի գործոններով։ Առաջին տեղում իհարկե ծխախոտի օգտագործումն է, կամ օրինակ արտասահմանյան երկրներում գոյություն ունի ինքը կոչվում է ծամելու, մաստակի տարբերակով տաբակ, ծամելու տաբակ, տենց է կոչվում, դրա օգտագործումը։ Երկրորդ տեղում կանգնած է ալկոհոլի չարաշահումը, դիտարկվում է տղամարդիկ ավելի հաճախ են ալկոհոլ օգտագործում, դիտարկվում է այլ վնասակար գործոնների առկայությունը, նույն բանը վերաբերվում է իհարկե նաև այլ տեղակայումների, քաղցկեղներին, այսինքն մենք կարող ենք ունենալ նույնիսկ բարձր օնկոգեն շտամով ախտահարված կին, որի մոտ գնա ինքնալավացում, ընդ որում բավականին բարձր տոկոսով տարբեր հետազոտություններով նշվում է, որ 35-ից մինչև 75% դեպքերում մարդու պապիլոմավիրուսի դրսևորումները կարող են իսպառ անհետանալ։ Եվ եթե նախկինում դիտարկվում էր, որ պարզապես իրանց դրսևորումներն են անհետանում, վիրուսը պահպանվում է օրգանիզմում, ապա մի քիչ ավելի վերջին մի տասնյակ տարիների ընթացքում արդեն խոսում են օրգանիզմից վիրուսի իսպառ դուրս գալու մասին։ Բայց ոնց կպահի կոնկրետ դեպքում վիրուսը իրան, այսինքն օրգանիզմը կհաղթահարի, դուրս կհանի վիրուսը, կլավանա խնդիրը, թե կգնա դեպի չարորակացում, արդեն կախված է մի շարք այլ գործոնների առկայությունից։ Օրինակ, նույն վաղ սեռական կյանքը, օրինակ այլ վարակների առկայությունը, քրոնիկ տրավմաների առկայությունը, դրանք կարող են մեծացնել օնկոգեն շտամերով ախտահարված, օրինակ կնոջ կամ տղամարդու մոտ չարորակացման ռիսկը բարձրացնելով։ Տարբերակել հնարավոր է, մարդը ոնց հասկանա, սա հասարակ գործունեություն է, թե արդեն պապիլոմավիրուսով պայմանավորված ինչ-որ բարդություններ են Նայեք, իրականում հասարակ գործունեություն ասվածի հիմքում էլ է մարդու պապիլոմավիրուսը, այսինքն այն նույն սովորական գործունեությունները իրանք մարդու պապիլոմավիրուսի դրսևորումներ են։ Որոշ, եթե մենք փորձենք տենց գլոբալ տուղերձ տանք մեր ունկնդիրներին, ապա ցանկացած բան, որը դուրս է նորմայի սահմաններից, մենք ունենք ավել գոյացություն, մենք ունենք վերքային մակերես, իդեպ դա եւս կարող է հանդիսանալ մարդու պապիլոմավիրուսի դրսևորումներ, շատ հաճախ մենք խոսում ենք ավել գոյացությունների մասին, ավել մսիկների մասին, բայց կարող ենք ունենալ նաև խոցաէրոզիվ մակերեսներ, որոնք որ հանդիսանան մարդու պապիլոմավիրուսի դրսևորումներ։ Ընդ որում, այդ ավել գոյացությունները դեպքերի ճնշող մեծամասնությունում իրանք համեմատաբար ավելի բարակ ընթացք են, իսկ խոցաէրոզիվ փոփոխությունները ավելի վատ ընթացք։ Եվ ստեղ իհարկե գալիս ենք այն մտքին, որ եթե կա մի բան, որը չի տեղավորվում նորմա կոչված սահմաններից, դա նշան է, ազդանշան է, որ դիմել բժշկի օգնությամբ փորձել ախտորոշել, հասկանալ դա այլ գոյացություն է, մարդու պապիլոմավիրուսով պայմանավորված գոյացություն է, թե ինչ։ Այստեղ ուզում եմ հատուկ մի մտքի վրա էլ այտել ամեն հարմար առիթով ես իհարկե նշում եմ, որ ցավոք սրտի մեր ազգում, նաև մեր բուժաշխատողների լայն շրջանակում ցանկացած բան, ինչը մաշկից մի փոքր բարձր է, ինքը կոչվում է պապիլոմա։ Շատ հաճախ մեր պացիենտները զանգանում են, ունեն պապիլոմա, ուզում եմ հեռացնենք, ասում եմ, մատ եկեք հասկանանք, այդ ձեր ասած պապիլոմայի տակ ինչ է։ Որովհետև իրականում այդ պապիլոմա տերմինը կիրառելի է բացառապես մարդու պապիլոմավիրուսով հարուցված խնդիրների
միսիկների մասին, բայց օրինակ փափուկ ֆիբրոմաները կամ ակրոխորդոնները, որոնք որ բոլորս տեսել ենք, հաճախ նաև ունենում ենք պարանոցի շրջանում, թևատակերի շրջանում, կամ այլ կերպ մի քիչ ավելի, եթե կենցաղային բառապաշարով ասենք այդ ավել միսիկները, իրենք բացարձակ կապ չունեն մարդու պապիլոմավիրուսի հետ։ Չնայած, որ միևնույն է մեր ազգում նստած է, որ ինքը պապիլոմա է, եւ դեպքերի ճնշող մեծամասնությունում, որ գալիս են, մենք տեսնում ենք այդ փափուկ ֆիբրոմաները կամ ակրոխորդոնները։ Այստեղ է գալիս արդեն նեղ մասնագիտական, բժշկական մոտեցում, որ կարող ենք հստակ տարբերակել դրա հիմքում ընկած է մարդու պապիլոմավիրուսը, մենք գործում ենք վարակիչ խնդրի հետ, թե գործում ենք բարորակ ինչ-որ մի գոյացության հետ, որը որ կարելի է թողել, կարելի է հեռացնել էսթետիկ նկատառումներից։ Ձեր ասած միսիկները, օրինակ գեղեցկության սրահներում, որ տեսնում են աշխատակիցները, վառենք, շատ է լինում, որ մարդկանց այդ միսիկները վառում են, բայց կարող է իսկականից պապիլոմա է այդ դեպքում, չէ՞։ Իրականում այդ հարցը մի քիչ միայն այդ կոնտեքստում չէ, մի քիչ ավելի ընդլայնված եթե քննարկենք, ցավոք սրտի, այո, հայկական իրականության մեջ մարդիկ ինչ-որ գոյացություններ հեռացնում են նաև գեղեցկության սրահներում, որին իմ կարծիքը իհարկե միանշանակ բացասական է, որովհետև ցանկացած գոյացության հեռացում դա պետք է իրականացվի բացառապես լիցենզավորված բժշկական կազմակերպությունում ու բացառապես բժշկական կրթություն, նեղ մասնագիտական կրթություն ունեցող մասնագետի կողմից։ Ցավոք սրտի մենք երբեմն պարբերաբար լսում ենք նաև այդ գեղեցկության սրահներում հեռացված դեպքերի մասին, արդեն երբ որ օնկոլոգիայի բաժանմունքներում հայտնվում են մելանոմայի կապակցությամբ, մելանոմայի մետաստազների կապակցությամբ, ցավոք սրտի մենք ունենք նման պատկեր։ Իհարկե դա մի քիչ անվերահսկելի ոլորտ է, բայց օրինակ ես կարծում եմ, որ պացիենտների գրագիտության աստիճանի բարձրացումը, այդ թվում նաև այս թեմաները տարբեր հարթակներում բարձրաձայնելն է բերելու պացիենտների գրագիտության աստիճանի բարձրացման, ուստի հրաժարվեն նման կենտրոններում նման ծառայություններ ստանալուց։ Դուք բարդացած դեպքերի ականատես եղել եք հենց այդ պատճառներով։ Ես բարդացած դեպքերի, օրինակ դեպքեր, որոնք որ եղել են մելանոմաներ, հետագայում հայտնվել են բժշկական, օնկոլոգիական բաժանմունքներում, արդեն մելանոմայի մետաստազների կապակցությամբ բազմաթիվ դեպքերի տեղյակ եմ լինում, որովհետև մենք սերտորեն աշխատում ենք նաև օնկոլոգների հետ, որովհետև նույն հիմա քանի դեռ մայիսն ենք, մի փոքր թեմայից շեղվելով խոսեմ նաև, որ ամբողջ աշխարհում մայիսը մաշկային ուռուցքների եւ մասնավորապես մելանոմայի իրազեկման ամիս է, պարբերաբար բոլոր մաշկաբանները, թե անհատապես, թե բժշկական կազմակերպությունների մակարդակով իրականացնում են իրազեկումներ եւ օնկոլոգների հետ խոսելով պարբերաբար նման դեպքերի մասին մենք տեղեկանում ենք։ Պապիլոմավիրուսը կանխելու համար գոյություն ունի պատվաստանյութ, բայց շատերը խուսափում են։ Նախ խուսափում են, որովհետև կարծում են, որ դա կարող է առաջացնել անպտղություն։ Հիմա ինչու են հիմնականում աղջիկներին պատվաստում եւ 12-ից 13 տարեկանում եւ ոչ տղաներին, թե երկուսին էլ։ Նայեք, ցավոք սրտի պատվաստանյութերի նկատմամբ վերաբերմունքը հասարակության մեջ բացասական վերաբերմունքը միայն հայաստանյան իրականության մեջ չի, մենք պարբերաբար առիթ ենք ունենում լսելու մեր ռուսաստանյան գործընկերներին, պարբերաբար առիթ ենք լինում եվրոպական մաշկաբանների ակադեմիայի ելույթներում, լսելու նրա մասին, ամբողջ աշխարհում գոյություն ունի հետ հակավակցինացիոն շարժումները, անտիվաքսերը, որոնք որ փորձում են նեգատիվ խոսել պատվաստանյութերի մասին։ Հավատացնում եմ ձեզ, որ առ այսօր ամբողջ աշխարհում մի շարք վարակիչ եւ ոչ վարակիչ խնդիրների կանխարգելման լավագույն տարբերակը դա իմունիզացիան է։ Մենք մի շարք հիվանդություններ, ինֆեկցիոն, որ այսօր չունենք դրանցից մանվան դեպքեր, դա զուտ կանխարգելման եւ իմունիզացիայի արդյունք է։ Այո, Հայաստանում կա Gardasil 4-ը, որը որ 4 ամենահաճախ հանդիպող օնկոգեն շտամերից է կանխում, եւ գիտեք հարցը որն է, որ միգուցե դա մեզ չի պաշտպանի սովորական գործունեություններից, միգուցե դա մեզ չի պաշտպանի, չգիտեմ, ափներբանային տարատեսակից, բայց ինքը մեզ կարողանում է կանխարգելել
երկու սեռին ընդ որում, ոչ միայն արգանդի պարանոցի քաղցկեղից, այլ ուղիղ անալ բացվածքի քաղցկեղից, բերանի խոռոչի կարցինոմաներից, մարդու պապիլոմավիրուս ասոցացված եւ իհարկե Հայաստանում դեռ իրականացվում է դեռահաս աղջիկների շրջանում, բայց իմ պացիենտները, երբ որ ինձ այդ հարցը տալիս են, գոյություն ունի վարքագծային տնտեսագիտության օրենք, սեփական փորձը։ Ես ասում եմ, որ ես իմ աշխատանքի բերումով բավականին հաճախ եմ առնչվում մարդու պապիլոմավիրուս ունեցող պացիենտների հետ, եւ ես իմ անվտանգության սկզբունքներից ելնելով պատվաստվել եմ։ Եվ այս վերջում ուզում եմ մի հատ շատ հետաքրքիր մեր ռուսաստանյան գործընկերներից մեկի զեկույցից մեջ բերում անեմ, երբ որ Ավստրալիա մայրցամաքում սկսել են շատ համատարած ձևով իրականացնել պատվաստում մարդու պապիլոմավիրուսի դեմ, ընդ որում երկու սեռին, մեր գործընկերը նշում էր, որ երբ որ ինքը խոսում էր մեր ավստրալիացի գործընկերների հետ, ասում է, մենք հասել ենք մի մակարդակի, երբ որ մենք մեր ուսանողներին նույնիսկ չենք կարողանում ցույց տալ սեռական ու հարսեռական հատվածի գործոնները։ Այսինքն ոչ միայն դա կանխարգելում է քաղցկեղը, արգանդի պարանոցի տարբեր տեղակայման, այլ նաև կանխարգելում է սեռական գործոնները, որի որպես հետևանք հանդիսանում է քաղցկեղը։ Իհարկե միևնույնն է լինելու են մարդիկ, ովքեր որ հրաժարվելու են, բայց իմ խորհուրդն է, այո, ինչի է խորհուրդ տրվում, մինչև սեռական կյանք սկսելը պատվաստվել, որովհետև խորհուրդ է տրվում իմունիզացված լինել մինչև վիրուսին հանդիպելը։ Ես միանշանակ անմնացորդ, աներկբա կողմեմ ցանկացած տեսակի իմունիզացիային։ Իսկ անպտղության հետ կապված Ինչ վերաբերվում է անպտղության, դա որևիցե հիմնավորում չունի, նույնիսկ մենք երևի լսել ենք նման արտահայտություններ, որ այդ պատվաստանյութերը, չգիտեմ, ինչ որ միտեղ ստեղծվել է հայուգենը վարի տալու համար, բանը հավատացնում եմ ձեզ, որ իրանք որևիցե գիտական հիմնավորում չունեցող են, ցավոք սրտի երբեմն խոսում են նաև բուժ աշխատողներ, խոսում են դրանց բաղադրությունից, ինչ որ վախենալու բաներ են ասում, օրինակ բենզոլի պարունակության մասին, չգիտեմ, ինչ որ վախենալու նյութերի, բայց գիտեք, ես մեկ-մեկ եմ, որ ասում եմ, եթե մենք փորձենք հյուսիսային պողոտայով երկու անգամ վերև ներքև գնանք, մենք գուցե ավելի շատ բենզոլ շնչենք, քան այդ ենթադրյալ պատվաստանյութում արկա ինչ որ X կամ Y կամ Z նյութի պարունակությունն է, որովհետև մենք այդ նյութերի հետ առնչվում ենք ամեն օր եւ դրանց այդ միզեռնի, զրոյական նվազագույն քանակները չեն կարող բերել օրգանիզմի այնպիսի վնասների, որ առաջացնեն անպտղության խնդիր, ու եթե իրոք եղել է ինչ-որ մի դեպք, որ պատվաստվել է ու եղել է անպտղություն, ապա պետք է այդ կապը ոչ թե պատվաստանյութի հետ փնտրել, այլ տեղ ման գալ դրա պատճառը։ Ավստրալիա մայրցամաքում ամենաշատ պատվաստված անձինք են եւ դեռ Ավստրալիա մայրցամաքը բնակեցված է, այսինքն այնտեղ սերնդարարման գործընթացը բավականին լավ գնում է, բազմանում են մարդիկ, այսինքն դրանք պրոստը ստրաշիլկաներ են, որոնցով վախեցնում են մարդկանց։ Մեր հայ կենսաբանները փորձում են այլընտրանքային ուղիներ փնտրել պապիլոմավիրուսը բուժելու համար եւ հիմնականում կաթնաթթվային բակտերիաների միջոցով։ Այ կա համագործակցություն բժիշկներ եւ գիտնականներ։ Նայեք, ես մի քիչ ուրիշ ձև ասեմ, ես միշտ կողմ եմ ապացուցողական բժշկությանը։ Այսօր ինֆորմացիոն դաշտը բաց է, այսօր մենք կարողանում ենք տիրապետել ամերիկյան ակադեմիայի ուղեցույցներին, մենք կարողանում ենք եվրոպական բաշխաբանների ակադեմիայի ուղեցույցներին տիրապետել, անգլալեզու բավականին մեծ պորտալներ կան, որտեղից կարողանում ենք օգտվել, ցավոք սրտի կան իհարկե նույն եվրոպական երկրներում փորձեր այլընտրանքային բաներ գտնել, բայց ես միանշանակ կողմ եմ ապացուցողական բժշկությանը։ Այսօր ապացուցողական բժշկությունը ասում է հստակ, եթե մի նախադասությամբ ձևակերպեմ, ասում է, որ մարդու պապիլոմավիրուսի դրսևորումների դեմ
պայքարը տարվում է քայքայիչ գործողություններով, այսինքն եթե մենք ունենք գործունեներ, դա վիրաբուժական, էլեկտրովիրաբուժական, լազերային, հեղուկ ազոտով սառեցման, տարբեր արտաքին օգտագործման լուծույթային կամ կրեմային դեղամիջոցների միջոցով քայքայումն է, բայց չկա որևիցե մի դեղորայք, որը ցավոք սրտի շատ հաճախ ենք տեսնում հարակից, նույնիսկ մաշկաբանների մեջ, հարակից մասնագետների մեջ, երբ որ չհիմնավորված դեղամիջոցներ են նշանակում, հիմքում դնելով, որ պետք է իմունային համակարգը բարձրացնել, որպեսզի կարողանանք հաղթահարել մարդու պապիլոմավիրուսը, թե ամերիկյան FDA կառույցի կողմից, թե եվրոպական մաշկավեներաբանների ակադեմիայի ուղեցույցներում, թե ամերիկյան մաշկաբանների ակադեմիայի ուղեցույցներում հստակ այդ միտքը նշված է, որ բիոակտիվ հավելումները տարբեր տեսակի իմունային մոդուլյատորների, իմունային խթանիչները չունեն բավականաչափ արդյունավետություն, չեն հանդիսանում մարդու պապիլոմավիրուսի բուժման տարբերակ։ Եւ իհարկե կանխարգելման մասով, երբ որ խոսում են, միանշանակ խոսում են իմունիզացիայի մասին։ Պապիլոմավիրուսի բուժման տարբերակները որոնք են։ Մենք օրինակ շատ հաճախ այդ միտքը արտաբերում եմ ես, օրինակ պացիենտը ինձ ուղարկում է հետազոտության արդյունք, որտեղ տված է, որ մարդու պապիլոմավիրուսը հայտնաբերված է, եւ ասում եմ, ինչ ենք անելու, ոնց ենք բուժելու, ասում եմ, մենք բուժում ենք պացիենտին, ոչ թե լաբորատոր հետազոտության արդյունքը։ Մի բան է ունենալ լաբորատոր դրական պատասխան, մի այլ բան է մենք ունենք պացիենտի մոտ խնդիր թե ոչ։ Եթե պացիենտի մոտ չկա որևիցե կլինիկական դրսևորում, գործունեներ, չգիտեմ, խոցաերոզիվ փոփոխություններ, երբեմն նույնիսկ պիգմենտային փոփոխություններով կարող է ուղղել, չկա կլինիկական որևիցե ախտանշան, տվյալ պացիենտը շարունակում է գտնվել հսկողության տակ, ապրում է իր կյանքով, դիտարկվում է, որ վարակիչ չի, հա, եւ չունի որևիցե դեղամիջոցի, այսինքն եթե մենք չունենք գործունեկ, որը որ պետքա քայքայենք, անկախ իր լաբորատոր հետազոտության արդյունքից մենք այնտեղ անելիք չունենք։ Այո, բացի դինամիկ հսկողությունը, որը որ կարիք լինի պարբերաբար կանչել պացիենտին, նայել, կրկնել լաբորատոր հետազոտությունները։ Դնում է դեղորայքային բուժում եւ վիրաբուժական։ Դեղորայքայինի տակ, բայց այո, կա դեղորայքային եւ տենց դեստրուկտիվ, եկեք մեխանիկական անունը պայմանականորեն դնենք, կլինի դա վիրաբուժությունը, կլինի դա էլեկտրովիրաբուժությունը, կլինի դա լազերային վիրաբուժությունը, կլինի դա հեղուկ ազոտով սառեցման տարբերակը, ընդ որում սրանք բավականին արդյունավետ մեթոդներ։ Եվ կա դեղորայքներ, որոնք ոչ թե ներքին ընդունման համար են, այսինքն ոչ թե հաբեր են կուլ տալու համար, ոչ թե ինյեկցիոն բաներ են, դեղամիջոցներ են, որոնք որ աշխատում են իմունիտետի վրա, այլ կան լուծույթներ, որոնք որ ունեն քայքայիչ ազդեցություն գործունեքի վրա, կան կրեմի, հա, նրբաքսուկի ֆորմայով դեղամիջոցներ, որոնք որ աշխատում են կոնկրետ այդ գործունեքի վրա, ոչ թե ընդհանուր օրգանիզմի վրա, որպեսզի հաղթահարենք վիրուսը։ Ամեն դեպքում ինչ անել, որպեսզի պապիլոմավիրուսը չառաջանա։ Իհարկե չշփվել մարդու պապիլոմավիրուս ունեցող անձանց հետ, այդ կարևորագույն սկզբունքն է, այսինքն նվազագույն հիգիենիկ նորմերը պահպանել։ Եթե ունեն ինչ-որ մարդ, որ ունի մարդու պապիլոմավիրուս, սերտ շփման միջոցով կարող ենք ձեռք բերել։ Ինչ վերաբերվում է անոգենիտալ սեռական գործունեներին, որոնք որ իհարկե ամենամեծ ուշադրության են արժանի, հա, իրանց չարորակացման ռիսկի պատճառով, իհարկե լավագույն տարբերակը, լավագույն կանխարգելումը դա իմունիզացիան է, մինչև սեռական կյանք սկսելը, եւ ինչպես մնացած բոլոր սեռավարակներից, այդ թվում մարդու պապիլոմավիրուսի անոգենիտալ դրսևորումներից պաշտպանության տարբերակները նույնն են։ Չունենալ անպաշտպան հարաբերություն, չունենալ մեկից ավելի զուգընկերներ, առհասարակ սեռական ժուժկալությունը եւս որպես չունենալ հարաբերություն մասնավորապես պատահական։ Նույնն են ինչ որ մնացած բոլոր սեռավարակների պաշտպանության մեխանիզմները։ Նաև ուրիշի զգեստներ չկրել։ Ես դա իհարկե կոչում եմ հիգիենիկ նորմերի կոպիտ խախտում, պարբերաբար, այստեղ արդեն ոչ միայն սեռավարակների, այլ նաև մաշկային մի շարք խնդիրների հետ կարող ենք գործ ունենալ։ Ես այդ օրինակը շատ հաճախ եմ բերում, ասում եմ Հայաստանի Հանրապետությունում կան խանութներ, հագուստի, որտեղ հնարավոր է ներքնազգեստ փորձել։ Ասում են, չէ, դե ինչ եք խոսում, դա հնարավոր չի։ Եմ միշտ օրինակն եմ բերում, ասում եմ, հնարավոր է փորձել լողազգեստ։
Նու եթե տղամարդկանց դեպքում դա հիմնականում շորտեր է, որոնք որ հնարավոր է հագնել անդրավարտիքի վրայից, հա, կանանց դեպքում օրինակ նույն այդ լողազգեստի վերևի հատվածը, լիֆի հատվածը փորձում են։ Դա իմ համար գրեթե նույնն է, ինչ տարբերություն դա լողազգեստ է, հա, թե առօրյա բանա, ներքնազգեստ է։ Այդ դեպքում մենք կարանք ունենանք ոչ միայն մարդու պապիլոմայի փոխանցում, այլ նաև մի շարք այլ մաշկային հպավարակիչ խնդիրներ եւս։ Բայց նման դեպքերում մենք իհարկե խոսում ենք հիգիենիկ նորմերի կոպիտ խախտումների մասին։ Այսինքն ուրիշի շորը պետք չի հագնել, ուրիշի կոշիկը պետք չի հագնել, ընտանիքում եթե, չգիտեմ, 5 հոգի են, ամեն մեկը անկախ տարիքային խմբերից պետք է ունենան իրանց առանձնացված սրբիչները, դա նորմալ հիգիենիկ նորմերն է։ Նույնքան նորմալ, ինչքան որ օրինակ էլի տենց կիսահումորիկ ձևով ես հաճախ եմ ասում եմ, ինչա ձեր ատամի խոզանակները առանձին, ասում եմ դե բա ոնց կա, ասում եմ, իսկ ինչի սրբիչը մի հատ։ Իրանք համարժեք են, իրանք լրիվ համարժեք են։ Եթե կարելի է ատամի խոզանակը առանձնացնել ու դա նորմալ է, նույնքան նորմալ է, որ լինի սրբիչը եւս առանձին։ Եթե ընտանիքի մեկ անդամի մոտ հայտնաբերվել է վիրուսը, մյուսները եւս ռիսկի գոտում են։ Մյուսների մոտ կարող է լինել վարակում, կարող է եւ չլինել վարակում։ Կարող է եւ չլինել վարակում։ Բայց ստուգում են բոլորին։ Չէ, ստուգել, եթե կա, օրինակ, եթե խոսքը վերաբերվում է հասարակ գործունեներին, նույն տարիքային խմբում, եթե երեխաներ կան, մնացածին էլ ասում ենք ուշադիր եղեք։ Եթե խոսքը վերաբերվում է անոգենիտալ գործունեներին, օրինակ դիմել է տղամարդ, ով որ ունի հստակ անոգենիտալ գործունեներ, ապա կնոջը պարտադիր ստուգում ենք։ Փոքր կնոջը ոչ միայն հետազոտում ենք լաբորատոր հետազոտությամբ, այլ նաև իրականացվում է զննում արտաքին սեռական օրգանները, ներքին սեռական օրգանները, արգանդի պարանոցը, հա, այդ որպես սեռավարակների վարման կանոն, որովհետև քանի որ մարդու պապիլոմավիրուսի անոգենիտալ դրսևորումները դա հստակ ապացուցված սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն է, իսկ սեռավարակների դեպքում իրանք նվազագույնը 2-ի խնդիր են։ Ինչ եմ նշում նվազագույնը 2-ի, որովհետև մենք առնչվում ենք պացիենտների հետ, որտեղ մի դեպքի շրջանակում կարող ենք բուժել 4, 5, 6 եւ ավելի պացիենտների այդ մի դեպքի շրջանակում։ Կարծում եմ հենց այդպես էլ ավելի շատ դեպքեր հայտնաբերում եք։ Շնորհակալություն։ Շնորհակալ։ Մենք զրուցում էինք մաշկաբան, սեռավարակաբան Կարեն Վարդանյանի հետ։